Խոսքը ուղղ է, գիտեմ, որ կապի մեջ եք, մեր 3 սրբազանները շարունակում են տնային կալանքի մեջ մնալ, սահմանափակումների մեջ մնալ, ինչպես ասացի, 4 սրբազան, այո, ճիշտ եք, 4 սրբազանները, այո, և Արագածոտնի, այո, Շիրակի, Արագածոտնի, Դիվանապետ Արշակ սրբազանը և նաև Բագրատ սրբազանը, իրենց և նաև տիրադավներին, օրինակ, որ առիթ ունենաք հանդիպելու, ինչ կասեիք։ Ես կարծում եմ, որ մենք ոչ դատող ենք, ոչ դատապարտող, մենք հավատում ենք, որ բոլորիս համար մեկ դատավոր ունենք։ Մեր երկնավոր հայրն է, ում առաջ մենք պետք է հաշիվ տանք մեր արարքների համար։ Մենք մեղավոր մահկանացու օղածին էակներ ենք։ Պարզապես հավատարմության խնդիր, ուխտին, որը հոժարական իրականացրել է ամեն մի հոգևորական իր ձեռնադրությունից առաջ։ Եվ անհասկանալի է պատճառը, որ կարող ես քո իսկ ձեռքով, քո իսկ կամքով կատարած ուխտը, երդումը անտեսել։ 1725 տարեկան է այս հաստատությունը։ Եվ մեղքի սխալի ճանապարհը դա բնական մահկանացու էակների վերականգնման ընթացքն է դեպի Աստված։ Ամենաներող, ամենասիրող, ով իրեն զոհաբերեց մեր մեղքերի փրկության համար։ Ինչի մասին է խոսքը։ Ես չեմ կարծում, որ մեր 4 սրբազան եղբայրները իրենց զգում են ինչ-որ սահմանափակված։ Նրանք հոգեպես ազատ մարդիկ են։ Եվ իրենց առաքելությունը կատարում են ամեն տեղ։ Ցույց են տալիս բոլոր պայմաններում իրենց հավատքի ուժը, իրենց հզոր լինելը, իրենց հավատարմության ուխտի մեջ մնալը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, Մայր Հայաստանին, հայ ժողովրդին և իրենց հոգևոր կոչում։ Հետևաբար թող մտածեն նրանք, ովքեր հեռացել են այդ հավատարմության ուխտից, որի համար պետք է պատասխան տան։ Եթե հանդիպեք այդ իրադավներից մեկին դուր կանցնեք, թե ինչ-որ բան կասեք։ Ես ուղիղ կնայեմ աչքերի մեջ, իմ ասելիքը կլինի դա։ Շնորհակալություն սրբազան, Աստված օգնական։ Աստված բարով։